Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Ամփոփում ենք շաբաթը։ Մոսկվայում հրդեհներ են, ընդ որում շատ լուրջ հրդեհներ են։ Ինչ է կատարվում, ինչ էր նախորդել այդ հրդեհներին եւ ինչպես է դա հնարավոր դարձել։ Դե մի տարբերություն 1812 թվականին հիմա Կուտուզովը չի վառել Մոսկվան վառել են ի պատասխան վերջի նախորդ օրերին հարվածների, որ ընթացքում նաև Կիևը Պեչովսկի լավրային էր հարվածը հասցվել, որը շատ լուրջ եւ ծանր հարված է նաև ամբողջ ուղղափառ քրիստոնեությանը, որտեղ դա ամենակարևոր։ Իրեն սրբությունն են, որում ոչ միայն Դե պատկերացրեք իրանց էջմիածին։ Ընդ որում այնտեղ բավականին մեծ այդ թվում այնտեղ հայկական հետ կա այդ Աննայի բանն էլ աշիրիմն էլ այնտեղ, այսինքն դա սլավոնական ազգերի քրիստոնեացման կենտրոնն է, որ պատկերացնեք դա այդպես մի տեսակ բան է։ Հիմա հարվածելով Պուտինը դրան չգիտեմ ինչ էր ուզում հասներ, դա որոշում կայացնելու կենտրոն չէր եւ դա բան չէր, որովհետեւ կերպ, որովհետեւ ազդեցություն չէր կարող թողնել ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ մի ընդհանրապես։ Բայց հարվածը հասցրել է եւ ի պատասխան ոնց որ պետքա վճարեն, իրանք արդեն պետքա դրա համար վճարեն։ Ուկրաինացիները հարվածեցին նախորդ օրերին արդեն հարվածել էին Մոսկվայի այսպես կոչված նավթամշակող գործարանին, որը ապահովում է Մոսկվայի բենզինի եւ մոսկովյան շրջանի, հա, Մոսկովսկի օբլաստ, այնց Մոսկովսկի ռեգիոն մեծ, այնց չգիտեմ ոնց են թարգմանում հայերեն։ Մոսկվայի մարզի լավ, այնց դա քաղաքն է եւ Մոսկվայի շրջանը։ Դրա զգալի մասը մոտ 40%-ը բենզինների, ընդ որում ինքը նոր էր կառուցված, մտել է արտադրություն իր 100%-անց արտադրություն, այսինքն լրիվ թարմա 20 թվականին, ինքը ամբողջությամբ նոր է։ Սպիտակ, այսպես կոչված սպիտակ կամ բաց ֆրակցիաների հանումը մշակումը 100% էր։ Ինքը ապահովում էր AI-92, 96 94, 95, 96 եւ նույնիսկ AI-100, այդ ասենք ինքը ամբողջությամբ Մոսկվայի պատկերացնեք այդ 30%-ն է։ Բացի դրանից հիմնական դեր էին խաղում Յարոսլավլի եւ Ռյազանի նավթամշակող գործարանները, որոնց հարվածել էին 2-3 շաբաթ առաջ, այսինքն մայիսի մեջ այն հայտնի մեծ ալիքը որ եղավ։ Սա նշանակում է, որ Մոսկվայում վառելիքային ճգնաժամ լինելու, նույնպես ինչպես Կրիմում, եւ մարդիկ հիմա պետք է սովորեն Մոսկվայում, որ կարող է շատ շուտով վառելիքը լինի տալոնով, 20 լիտր մեկ հոգու համար։ Սա ծանր է մեծ մեգապոլիսների համար, ինչու, որովհետեւ մարդիկ հիմնականում իրենց ավտոմեքենաների մասին են մտածում, բայց դա այդպես չի, այնտեղ ամբողջ այդ սպասարկող ավտոպարկը սկսած հացի մեքենաներից վերջացրած կոմունալ ծառայությունների մեքենաներ, դրանք բոլորը այդ վառելիքից են օգտվում, ուրիշ չկա։ Պատկերացրեք Մոսկվայի ռեգիոնը սպասարկող 3 խոշորագույն գործարաններից 3-ը վնասված են։ Ընդ որում Կապոտնյան, որ հարվածել էին, այդ հարավ-արևելքն է, ինքը 5 դրոնի հարված է կերել։ Ինչով է սա ընդհանրապես էական, որովհետև ամբողջ այս 5 տարին Մոսկվան ապրում էր, մենք ասում էինք տղեկ ձեր մոտ պատերազմ է, իրանք ասում են ինչ ես խոսում, են սա ռեստորանները աշխատում են, ստրիփ կլուբերը աշխատում են, գեյ կլուբերը աշխատում են, սա մեր մոտ լավ է, շինարարություն կա, փողը կա, ուտում են կուշտա, տակներս չորաբան, բարև ձեզ։ Հիմա չորա, նավթային անձրևներ են սկսել, նույնպես ոնց որ Թեհրանում է։ Օդանավակայանները փակեցին, որովհետև օդանավակայանները շուտ էին դեռ փակում, բայց այս անգամ տենց մի քիչ ծանր էր։ Ինչով է պայմանավորված ընդհանուր առմամբ ռուսական տեղեկատվական սեգմենտում, այդ թվում այսպես կոչված Z բլոգերների կամ Y բլոգերների մոտ այդ հիստերիկությունը կապված է նրա հետ, որ կար պայմանագիր Պուտինի եւ պուտինոիդների միջև, որ դուք հանգիստ ապրեք, բայց Մոսկվայում բան չի լինի։ Այսինքն պատերազմը ձեզ չի վերաբերվում, Մոսկվայից ամենացածր մոբիլիզացիոն ռեսուրսը վերցրեցին, Մոսկվային աշխատեցին, որից եկերբ չկպնել ոչ մի բանով, ընդհակառակ ամբողջ հոպը բերեցին Մոսկվայի շուրջ կանգնացրեցին ու մեծ հաշվով Մոսկվա ռեգիոն այսենց։
Հիմա պարզվեց, որ 5 հատով, 10 հատով, 15 հատով իրար հետևից ուկրաինական դրոնները գալի հարվածում են, ոչ միայն հարվածում են անկապ, այլ նաև հարվածում են նպատակային շատ ծանր, հեռակա արդյունքներով։ Հիմա մենք ունենք Մոսկվա, որը հասկացել է, որ իրանց ոչ մի չի պահում։ Եվ սա է արդյունքը, գլխավոր արդյունքը երեկվա նախորդ գիշերվա հարվածի, երեք գիշերվա հարվածի է նա, որ հենց հիմա Մոսկվայի բնակչությունը պետք է հասկանա, որ պատերազմը, որը 5 տարի ամեն ինչ անում են, որ չնկատեն, եկել է իրանց տուն։ Եվ սա բոլոր են քաղաքական եւ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հասարակական գործիչների հիշատակ, որ եթե դու փորձում ես պատերազմի փոխարեն ընտրել նվաստացումը, դու ստանում ես համ նվաստացում, համ պատերազմ։ Հիմա Ռուսաստանը ընտրել էր առաջի 3 օրից Կիևը չվերցնելուց հետո, ինքը ընտրեց, որ իրան նվաստացնեն։ Ինքը ամբողջ բանակը կորցրեց, ինքը կորցրեց, չգիտեմ, մարդկային տեսքը ինքը արեց Բուչա, ինքը ստացավ Պրիգոժինի ապստամբություն, ինքը հետո սպանեց Պրիգոժինին, միակ ռազմական գործին, որ ինչ-որ արդյունքի էր հասնում, սա էլ է շատ կարևոր հասկանալ։ Ինքը նստացրեց, ասենք, Պապովին բանին, 58-րդ բանակի հրամանատարին, բան, չգիտես ինչի կաշառակերության գործով նստեց մեկը, որը ընդհանրապես կաշառակերության հետ կապ չուներ, Շոյգուն չնստեց, ինքը նստեց։ Այս ամբողջ պատմությունը նրա մասին, որ Տամանսկի եւ Կանտիմիրսկի դիվիզիաները իրանց ունեցվածքը թողեցին Կուպյանսկի-Իզումսկի օպերացիայի ժամանակ 22 թվականին անտառներում Խարկովի նահանջեցին եւ Ռուսաստանը մի պահ դարավ ուկրաինական բանակի ամենալուրջ մատակարարը, որտեղ սա ինչ թողել էին, տենց է թողել էին։ Իսկի չէին է փճացրել, դա թողել էին անտառներում, դա գնաց Ուկրաինային։ Այսինքն էս, որ նվաստացրեցին, տենց վրեկները կոշիկ սրբեցին ու արդեն 22 թվականից ռեալ, հա, որ նայեք վերջի ամենածանր տենց բանը պարտությունը Ուկրաինայինը պարտություն չես կարա համարես, դա Մարիուպոլն էր, այն էլ պարտություն չէ, որովհետև Մարիուպոլի Ազովստալի պաշտպաններին ոնց որ վերցրեցին, ուղարկեցին Թուրքիա, հիմա դրանք բոլորը վերադարձել են, հիմա Մարիուպոլի պաշտպանները հերթով հետ են Ազովստալի պաշտպանները հերթով փոխանակվում են եւ վերադառնում են, այսինքն իրականում բացի նրանից, որ ինքը ոչնչացրել է Սառանչայի պես ինչ որ տարածք, ոչնչացրել է բառից բուն իմաստով շենք չի թողել, որ նայեք Լիսիչանսկը չէ, բայց Սևերոդոնեցկը մաքրած, Վոլնովախան մաքրած, Մարիուպոլը մաքրած, sense վերևից որ նայում ես, բան ես անում, կադրերը նայում ես ու բանը, ինչի, այդպես Բախմուտը, Սալիդարը, ամբողջությամբ բնաջնջված ինչ որ տարածքներ են, որտեղ ժամանակին քաղաքներ էին։ Ինքը ստացավ այդ, ինքը ստացավ ատելություն, ինքը ստացավ ինքը ասած բունկերային առնետը եւ Ռուսաստանը մեծ հաշվով ստացավ Հաագայի տրիբունալի բան, մեղադրանք ու ուրիշ ոչ մի բան։ Իսկ գուցե Թրամփի սիրտը պետք է շահել այս փուլում։ Միգուցե, ես չգիտեմ, Ցույց տալ, որ հզոր ես, ուժեղ ես, որովհետև որքան հասկացա ներողություն, հիշեցնեմ պարզապես եւ մեր լսարանին, որ վերջերս Թրամփի ծննդյան օրն էր եւ Պուտինը եւ Զելենսկին իրարից կես ժամ տարբերությամբ հրապարակեցին իրենց հեռախոսազանգերի բովանդակությունը Թրամփի։ Դե ես սենց ասեմ, Թրամփը իր Որ թե խաղություն են ուզում։ Հա, բայց Թրամփը իր ծննդի օրը բան էր դրել, օկտագոն էր դրել, դե մարդ էր ծեծում, սպիտակ տոնայատում։ Բերել էր բան, մոտոներով կրկես էր արել։ Այսինքն ցիրկ։ Այդտենց է կոչվում էր, մոտոցիրկուս։ Հիմա այնինչ կատարվում է այս ռազմաճակատում, սա Թրամփի համար է։ Չէ, տեսեք։ Թրամփը պետք է որոշում ինչ որ կայացնի հոգուտ Ուկրաինայի կամ հոգուտ։ Ես կարծում եմ գալիս է այդ նյութերը, այստեղ հարցը մենակ նրանում է, որ Թրամփը կարա ինչ որ վատություն անի, իրան այդ վատությունն են զրոյացնում, այսինքն վատության ռիսկն են զրոյացնում։ Չէ, Թրամփը լավ բան չի կարա անի ուղղակի դեֆոլտով։ Այստեղ հարցը լրիվ ուրիշ տեղ է։ Թրամփին պետք է անենց անել, որ ինքը ուղղակի չխառնվի։ Հիմա ամբողջ աշխարհը հասկացել է, որ պետք է անենց անել, Թրամփը ոչ մի բան չխառնի, ինչը խառնում է վարյա գնում։ Հիմա օրինակ նույն Իրանի պատմությունը ոչ մեկ չգիտի ինչ ա եղել։ Ինքը իսրայելական ղեկավարությունը ասում է, որ ինքը թքած ունի այդ որոշման վրա, Պարսկաստանը ասում է, եթե նրանք թքած ունեն, ոնց որ մենք էլ թքած ունենք, կամ դու ճմո ես, ճիշտ են ձևակերպում, Թրամփին ասում են, գերուն դու ոչնչություն ես, ինչ ես խառնվա։
Այն իր այդ խոսանք յանի դու ինչ ես եկես այստեղ խառնալ ու չես կարող քո լակոտի ականջ դրել քաշես նույն բանը ինչ որ հիմնականում հնչում է տարբեր ինտոն մի քիչ ավելի փափուկ ինտոնացիաներով հնչում է Եվրոպայից եւ պետք է ինչի Հայաստանից Էրդողանին որ եղբայր այն լակոտի ականջները չես կարող քաշես ինչ արածը ինչ է հիմա Տրամպը ինչ կարա անի ինքը չի կարա Պուտինին մոշման ստիպի որովհետև մեծ հաշվով Նաբիուլենայի կորելը կամ հրաժարականը կամ տնտեսական բլոկի բունտը այդ թվում նենց մարդը Դվարկովիչն է շուվալում Դվարկովիչն էր ոնց որ կանգնում ասում են որ ժողովուրդ հիմա այստեղ սոցիալիզմ է սկսում մեզ մոտ Ռուսաստան այսինքն ամբողջ սեփականաշնորհման գործընթացը որը սկսել են հետ պատտել այն որ հատ ամենա շահութաբեր ընկերությունները հիմա ոնց որ ուզում որ ամբողջը հետ պատտեն վերադառնան պլանային տնտեսության իսկ ինչքան էլ որ լինի ասենք ինչքան էլ իրանք ռազմական հանցագործ են եւ տականք իրանք ապուշ չեն տնտեսական բլոկում Ռուսաստանի խելացի մարդիկ կան ովքեր կներեք բայց ասենք հիմնական մասը նաեւ դրսի կրթություն ունեն բրիտանական եւ ամերիկյան իրանք լավ հասկանում են որ սոցիալիզմը եւ այդ այսպես կոչված հավասարեցում ուռավնիլովկան եւ այդ պլանային տնտեսությունը դա այն ինչի պատճառով սովետը փլեց եւ իրանք ապրել են այդ ժամանակահատվածը եւ գիտեն որ փլում է այդ որ լիխի 90-ի իրանց նման մարդկանց առաջինն են հանում գախաղանում ու դա նորմալ է Ռուսաստանում տենց անեպնել էր այդպես այսինքն դու ինչ որ մի բան ունես քեզ բան են անում ես անանաս рябчиков жуй день твой последний приходит буржуй սաղին կախելու են իրանք դրա համար են հիմա պայքարում իսկ զետնիկները ընդհակառակ զետնիկները այդ матрос железнякն են որ кто тут времени слазь այսինքն իրանք շարունակելու են այդ պատմությունը զարգացնել եւ սա Ռուսաստանի ներքին կռիվն է որը որ 3-4 կամ 3-վա հարվածները Մոսկվայի նավթամշակող գործարանին այդ ծուխը ոնց որ պետք է քողարկեր բայց իրականում այդ ծուխը հանեց ոնց որ ջրերես ու հենց այդ Մոսկվայի նավթամշակող գործարանին հարվածները Ռուսաստանի հոպի երաշերտ Մոսկվայի պաշտպանության հեքիաթն ու լեգենդը փլելուց հետո Ռուսաստանում ակտիվորեն քննարկվում է որ եղբայր իսկ կարող է Նաբիուլենան որ ասում է կամ Դվարկովիչը ովքեր որ ասում են եկեք հենց հիմա կանգնացնենք այս պատերազմը իրանք ճիշտ են որովհետև հիմա յուրաքանչյուր Մոսկվայի բնակիչ էլ կարիք չունի հեռուստատեսություն նայելու չգիտեմ ինչ որ ինտերնետը փագես ինչ ուզում ես անես Սալավյովը սաղոր ուրիշ բան խոսա ինքը պատանից նայելու է տեսնի որ ուկրաինական դրոններ է գալի Թե Սալավյովն էլ արդեն խոճապի մեջ որովհետև իրանք ինչ էին անում իրանք փորձում էին հարցը լրջորեն արդեն մոտենան կորանամ ես 5-րդ տարին արդեն լրջորենը չորացի են գելա էլ վերջացել էս բան չունես Հիմա սա հարցն է անում որ մարդկանց ովքեր այդ հարցը տալու են վատ հնչեց Պրոբլեմա Ռուսաստանի իշխանության նրանում է որ մարդիկ կարող են հարցը տան եւ դու իրանց չես կարող դրա համար դատել այսինքն տանել դատարան որովհետեւ ինքը կարիք չունի ասել որ ես գիտես ինչ կա Telegram-ում եմ դա կարդացել Instagram-ում եմ կարդացել կամ BBC-ն ասել դու որ գալիս ես ասում ես ոնց ասում հենա մատով ցույց է տալիս մայ տես հենա 5 հատ դրոն եկավ տես հաշվեցի Հա, կարաս այդ նկարողին դատես, բայց այդ Մոսկվայի մեջով է գալիս, դες չի որ այդ մեկներ տես։ Մոսկվայի վրա է գալիս։ Առաջին պատերազմ բարի համար, չգիտեմ առաջ թե հիմա էլ դատ էր հասնում եւ Իհարկե, դատարկ սպիտակ թղթի համար էր դատ հասնում։ Դատ էր, դե հիմա էլ։ Այսինքն սա էսկալացիա է կոչվում Ինչ է կոչվում, ինչ փուլ է եւ ուր է տանում, սա ավելի Էսկալացիոն փուլ կարող ենք ասել, սա շարունակաբար ռուսական զորամիավորումների առաջխաղացման տապալումն է, որը որ վերջի 2-3 ամսում գրանցվում է, որ իրանք կամ 0 կամ նույնիսկ տարածք մեծ հաշվով կորցնում են ամսվա կտրվածքով, քան ձեռք են բերում Եվ սա համընկել է Զելենսկու բանի հետ, հայտարարության հետ, որ մենք ձեզ առաջարկում ենք կանգնել, կասեցնել շփման գծով։
Պուտինը շատ կոպիտ հիշում եք պատասխանեց, այդ ոնց որ թե մեր այդ բանից հետո էր, այլ հետո ավելի կոպիտ պատասխանեց, հետո տենց ամեն անգամ կոպիտ պատասխանելուց հետո ինքը ստանում է նոր ալիք, ընդ որում ուկրաինական Սենց ասեմ, լավ, արդեն իսկ թևավոր հրթիռների օգտագործումը մասնավորապես վերջի բանը ֆլամինգոն, որը վերջի բանն է, ձեռք արտադրանքն է, ոչ մեկին չի զարմացնում։ Հիշեցնում անցած տարի, որ ֆլամինգոն հանեցին, բլոգերները այդ թվում այնպես չի, որ ռուսամետ, ասում էին, որ սա չի կարող աշխատել։ Բայց մենք հիմա տեսնում ենք ֆլամինգոն աշխատում է։ Ասենք, չգիտեմ, Սալիդարում, Սիկտիվկարում բանում, չուր մարդիկ բան են հայտարարում, օդային տագնապ են հայտարարում, ընդ որում հրթիռային։ Իսկ դա ոնց որ թե ֆլամինգոյի շարավիղը 3000 կիլոմետր, քիչ չի։ Ինքը Ուրալից են կողմ հասնում է եւ մեծ հաշվով, եթե Զելենսկու հայտարարությունը այն մասին, որ Ուկրաինան պատրաստում է 4.5-ից 5 միլիոն դրոն տարեկան արտադրել եւ մոտարապես 300-ից 400 հրթիռ, այդ մեկը ոնց որ թե բայց մենակ ֆլամինգոյի մասին է խոսքը, որտեղ Նեպտուններն են արտադրում, դրանք փոքր բան է, կլասիֆիկացիան տարբեր է։ Եթե ինքը 500 հրթիռ տարեկան կարողացավ դնի ոնց որ հոսքագծի վրա։ Հա, հոսքագծով տարեկան 500 դու ունենաս։ Ռուսաստանից քարի վրա չի մնա։ Այսինքն սա չի գնում դեպի կանգնացնել, այլ գնում է դեպի ավելի Ես վստահ եմ, ճիշտ եք ասում, չի գնում, բայց ես վստահ եմ, որ Այն պահին, երբ որ Ռուսաստանում այն որ ասում են շոբվն սկանավ, երբ որ Պուտինը սատկի նոր իշխանությունը, որ պահին ասի մենք համաձայն ենք կկանգնի, այսինքն սա ոչ թե շղթայական ռեակցիա է էսկալացիա, որը որ հիմնականում ասենք տենց կարա լինի, որտեղ օրինակ չգիտեմ հայ-ադրբեջանական պատերազմ։ Դա կլինի շղթայական, դա չի կանգնի, դա կառավարելի չի։ Դա ասենք ստեղից բորբոքի ակցիա, ստեղ որ սաղ վիրավորված են, բան հիմնականում տենց ապուշ դուրս տվողները երկրից դուրս տենց իրենց մեծ բանի տեղ դրած, որ հելեք գնացեք, կտրեք, բրթեք բան, բայց ասում եմ մեկը մենք ենք գնալու կռվենք ու դա չի կանգնելու։ Հիմա արդեն ռուս-ուկրաինականը ինքը կառավարելի էսկալացիա, ինքը հիմա ոչ թե էսկալացիա, այլ վատ այդ Տրամպի համար վատ են չող Զելենսկին խաղադրիչները բարձրացնում է, որովհետև ինքը բանկ ունի, ինքը ունի գումար, ֆիշկա ունի, որ բարձրացնի ու քարտը լավն է։ Դե այն բոլորը հիմա դա են հիշում, որ ասեց Թրամփը քարտեր չունես։ Դե դա հիմա ասում եմ 4 թուղթ կտուզը ձեռան ստացա։ Որ քարտ ունեմ, դա մարդկանց կյանքի գնով է այդ ամեն ինչը։ Միանշանակ ընդ որում ես դες սենց ասեմ, որքան էլ որ զոհերը անհամաչափ են եւ ուկրաինական կողմը ավելի քիչ է կորցնում։ Ուկրաինական զոհերը շատ ավելի ծանր են, որովհետեւ Ռուսաստանում կամ փողով են գնացել, հիմա արդեն այլ ձև գնացած չկա։ Կամ փողով են, կամ հանցագործ են։ Ուրիշ մարդ չկա։ Ստեղ ոնց որ տենց մի քիչ չես կարողանում ասես, վայ, բան, չի պատտվում լեզու, դե մարդը փողով գնացել է։ Ուկրաինայում խաղ բնակչությունն է, Ուկրաինայում մարդիկ են։ Ամեն մեկը մեկի հեր է, մեկի տղա է, մեկի աղբեր է։ Ծանր է, բայց շարունակում Էլ չասած որ խաղը բնակչությունն է զոհվում։ Ռուսաստանի շուրջ 2 հարց էլ կա, ՆԱՏՕ-ի, ուրեմն արծիվ գործընկեր 2026 զորավարժություններ են Հայաստանում։ Բայց Ռուսաստանը չի մասնակցում։ Ռուսաստանը չի մասնակցում, Ռուսաստանը արձագանքում է։ Ռուսաստանը ասում է ՆԱՏՕ-ի նպատակն է իդեմս Մարիա Զախարովայի։ Էլի Ռուսաստանը ասում է ՆԱՏՕ-ի նպատակն է հեռացնել Հայաստանը իր ավանդական դաշնակցից Ռուսաստանից, այսինքն եւ հայ զինվորականները կպատրաստվեն Ռուսաստանի դեմ կռվելու։ Պարզապես հիշեցնեմ, որ այս զորավարժությունները ուղղված են միջազգային խաղաղապահ առաքելությունների նախապատրաստմանը։ Դե իրանք ալերգիա ունեն խաղաղապահ բառի վրա, որտեղ իրանք խաղաղապահ արեցին, սով ստեղծեցին Արցախում, հետո էթնիկ զտում արեցին։ Մենք դիտորդ էինք խաղաղապահ։ Չէ, իրանք խաղաղապահ էին, պաշտոնապես իրանք տենց էլ հա, դիտորդ էին, դիտորդ էին, թո գրանցված գնային Հաագա։ Գրանց էին, զենքով դիտորդ նախ չկա, սկսեն կտեղից, իրանք ոչ միայն զենքով էին, ասինքն ձերքի զենքով չէին էլի, իրանք ՀՄՄ-ներով էին, կներեք, իրանք ստեղից գրադ էին տանում ընդեղ, իրանք պատրաստվում էին, դե որ եղբայր դիտորդ էիր, պատրաստ էիր դիտորդական առաքելությանը գնահատականը էթնիկ զտման մասին,
ասեիր, որ եկար տենց բան արեցիր, տանեիր Հաագա, այն ժամանակ հələ Հաագայից չէր վտարվել։ Տանեիր, դատարան տայր, լավ Հաագա չէր տան, քո դատարանը տայր։ Ասեիր մենք դիտորդ ենք, էթնիկ զտում են արել։ Քրիստոնյաներին վառելով տներից հանել են, եկել են գերեզմանները քանդել են։ Եկեղեցիները քանդել դիտոր չեն, իրենք դաշնակից են, ինչի մասին Շոյգուն ասել է։ Լավ, ինչու են իրենք այսպես ես չեմ Մեր դաշնակիցը չեն, Թուրքիայի հանգարցի գիտեմ, որ սիրում են ինձ կտրտել։ Ռուսաստանը մեր թշնամին է եւ այդ պահին ինքը Ադրբեջանի դաշնակիցն էր։ Իդեպ այդ դրոների պատմությունն էլ ընդեր։ Դրոների պատմության մասին կարող եմ ասել, հրապարակում է եղել, ճիշտն ասած, դեռ 2-3 աղբյուրում եմ նայել, սկզբն աղբյուրը չեմ տեսել, բայց այնքան մեծ է հնչողությունը, որ եթե եւ ժամանակը շատ է անցել, եթե հերքելու լինեին, հերքած կլինեին, պարզվել է, որ միջազգային լրատվամիջոցները, աղբյուրները պարզել են, որ Ռուսաստանը օգտագործել է Ադրբեջանի պետական ձեռնարկություն, որտեղ հրթիռներ են պատրաստվում ռուս-ադրբեջանական համատեղ գործունեության արդյունքում եւ այդ հրթիռները դե գնում են Ուկրաինա։ Ուկրաինայի դեմ պայքարը։ 23 թվականին ամենամեծ բանն է եղել, տարօրինակաբար 23 թվականին նաեւ այնպես է ստացվել, որ Ադրբեջանը էթնիկ զտումը արել, Ռուսաստանն է օգնել այդ թվում շրջափակումը ապահովել։ Այսինքն այս ամբողջ այդ բանի մասին է, որ իրականում մեր թշնամին Ռուսաստանն է։ Իրականում Ադրբեջանը կոպիտ ասած այդ պահին խամաճիկ է, ու մինչև հիմա է խամաճիկ։ Ադրբեջանի թելիկներով քաշում է, ինքը տենց էլ անում է։ Ինքը ուղղակի խամաճիկ է։ Հիմա ինքը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի ազդեցության տակ, ով ավելի լավ է քաշում, այդ կողմը պարում է։ Պարոն Սարգսյան, այս միտքը ձեր մի քանի անգամ դուք ասել եք այստեղ, այո, մեր տաղավարում եւ այլ տաղավարներում, եւ մեկնաբանություն ովքեր որ թողնում են մեկնաբանություն, այսպեսի մեկնաբանություն եմ հանդիպել, որ այդ ինչպես է պարոն Սարգսյանը, Կարեն Սարգսյանը ասում, որ ադրբեջանցին չի, եթե սխալ է ձևակերպումը, կուզենամ, որ դուք հիմա ճշտեք դա։ Թշնամին Ադրբեջանը չի, այլ Ռուսաստանն է, կամ Ադրբեջանը թշնամի չի, Ռուսաստանն է թշնամի։ Ինչ խճճվածություն է։ Բազմից դրա մասին խոսել ենք, թշնամու եւ հակառակորդի տարբերությունը շատ մեծ է։ Հակառակորդը քո դեմն է։ Էլ եմ ասում, ինքը հակառակ կողմը է։ Բայց պատերազմի ժամանակ ինքը հակառակորդ չի կոչվում, կոչվում է թշնամի։ Ինքը միշտ կոչվում է հակառակորդ պատերազմի ժամանակ։ Թշնամի ինքը կոչվում է էմոցիոնալ լրագրողական, կիսագրագետ, սփյուռքահայական, այդ վատ բանով եմ ասում, ոչ թե իրոք սփյուռքի մասն եմ ասում, այլ ստեղից թռած տենց շուտ բաներ կան։ Խնդիրը այն է, որ դուք թշնամի ասելով մեջ էմոցիա եք դնում։ Եվ երբ որ դու դրեցիր այդ գործողության մեջ էմոցիա, մանավանդ եթե դու խրամատում ես նստած, դու պարտվել ես, որովհետև դու սառը գլխով պիտի կրակես, ամենամեծ սխալը, կատաղած տակ գլխով, զենքը ձեռքին նստել խրամատ։ Այսինքն 4 հակառակորդ, դու պետք է շնչես, արտաշնչես, փուլսդ պետք է լինի նորմալ, դու պետք է իմանաս ինչ ես անում, դու պետք է պատկերացնես դաշտը, դու պետք է հասկանաս որտեղից է գալիս, դու պետք է նշան բռնես, փորձել եք շնչելով նշան բռնեք, այդ են հայտնի պատմությունները, որ գալիս էին ասում էին երեխուս բան չեն տվել, փամփուշտ չեն տվել, կալաշը ասենք րոպեում 600 փամփուշտ է կրակում, ասենք հանում էին երկու ռաժոկը մի անգամից 10 վայրկյանում 15 վայրկյանում կրակում էին, ասում էին էլ փամփուշտ չունենք, իրանց թվում էր սա ռեմբոն է, տենց շուրջ բանը, գնդացի, չէ, դա ամեն մի փամփուշտը պետք է մտածելով կրակես, հակառակորդը այդ են, ում վրա դու մտածելով ես գնում։ Թշնամին այդ քո էմոցիոնալ հիմնական խա Ռուսաստանը թշնամի, որտեղ դուք բոլորդ իրան սիրում եք։ Դուք չեք հասկանում, որ ինքն է ձեզ հարվածողը։ Ես ասում եմ, տեսեք օրինակ, հա, էթնիկ զտումը ով արեց։ Ադրբեջանը արեց։ Ով փակեց ճանապարհը, որ մենք չկարողացանք գնանք, գանք, հաց տանենք, ջուր տանենք, ով փակեց։ Ով փակ պահեց, լավ, սենց ասեմ։ Ռուսաստանը, որը Բալոտնի պլոշեձը հանեց, ծեծելով տարավ նստացրեց, չկարողացավ 30 հատ էկոլոգի հարց լուծի, մանդատով, երկու կողմի մանդատով չկարողացավ այդ հարցը լուծի, չեք ինձ հեքիաթ պատմում։
Երկու կողմի, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնեցված է չէ, այնտեղ օթից չէին եկել նստել, համաձայնեցված եկել նստել էին։ Եվ որպես խաղապահ էին, Այո, խաղապահ եկել էին, հա, այդ ինչն էր խնդրեմը, որ բան հիմա տենց բան աստեղի ռուսամորներն ու ռուսամետները, բա մեր գերիները, բաները։ Լավ են Ղարաբաղի ղեկավարությանը էլի նորից եմ ասում, Իվանյանին ով, Իվանյանից ով տվեց։ Ռուսները չտվին։ Ռուսները չհանձնին ադրբեջանցիներին։ Ձեզ կասեն դուք այնտեղ չեք եղել, կարող է Ինչ է նշանակում դուք չեք եղել Իվանյանում օգնեցին նրանց, որ նրանց չվերցնեն։ Օգնեցին, եղբայր խաղաղապահ ես, դիտորդ ես, ինչ ուզում ես եղի։ 15 թվականին, ասենք, Դանիայի հյուպատոսությունը, որը տարածք չուներ, հարյուրներով հայեր փրկում։ Ու նենց չի, որ ասենք բաշի բուզուկները, ովքեր մարդ էին կոտորում Արևմտյան Հայաստանում, հիմիկվա ադրբեջանցիներից շատ ավելի գրագետ էին։ Իրանք ուղղակի գիտեին դրոշա ուրիշ երկիր, ավսո չես մտնում, ընդ բան չես անում։ Հիմա էլ կարար ով էր ստիպում Իվանյանից բան անել։ Ինչն էր խնդրեմը։ Այսինքն Փարուխը տալը այդ նորմալ էր, հա։ Որտեղ ասենք Ղրիմի պատերազմը 1854-56 թվականներին, որ ստեղից Էրզրում սաղ գրաված էր, ստեղից Էրզրում ամբողջ Արևմտյան Հայաստանը ամբողջ հայկական ապստամբած բնակչությունով, հայկական բաներով, կամավորական բրիգադներով, սաղին մի գիշերվա մեջ հանձներ թուրքի բերան, մի հատ քրչոտ չխմած Սևաստոպոլի բանի համար, բաստիոնի համար, էտա ձեր ընկերը, ասեք ձեր ընկերով ասեմ դուք ով եք, դուք չմու եք։ Եթե ինչ-որ մեկը ընդհանրապես Ռուսաստանին կարա համարի ընկեր, ինքը չմու է։ Իրա ձեռքից պետք է ամեն ինչ վերցնել, թողել շորձիկով, ուղարկել Մագադան։ Հիմա Փաստորեն Զախարովայի ձևակերպումը ինչու վերեցի, նորից եմ կրկնում ոչ թե որպեսի ես այսպես խոճապային տրամադրություն տարածեմ, բայց հող է նախապատրաստվում այս ձևակերպումով հայ զինվորականներին պատրաստում են Ռուսաստանի դեմ կռվելու։ Ինքը անգրագետ է, Կաշոլկը Սաստարի պլոշիցի էլի խմել է նորախոսը։ Նախ եւ առաջ պաշտոնապես հրապարակվել է, որ դա մեր խաղաղապահ բրիգադն է։ Այդ խաղաղապահ բրիգադը 2005 թվականից գործում է։ Նենց չի, որ այն ժամանակվա բունկերային առնետ նախագահան ինչ որ Ռոբիկի վրա շատ բարձր գոռում էր նրա համար, որ այդ բրիգադը բանա ՆԱՏՕ-ի հետ է համագործակցում։ Ապուշ դուրս է տալ։ Այդ բրիգադը այն ժամանակ էր հələ կար։ Հիմա այդ մարդկանց վերապատրաստում են, ինչ են անում, խաղաղապահ գործողություններ։ Առավելագույնը ինչի պատրաստում են իրանց, որ այն պահին, երբ Ուկրաինան մաքրի Ռուսաստանը, ասենք մերոնք գնան Ռոստովիչներ, նոր Նախիջևան, ասեն բրատկի ես մերն է կարոջի, մի ձեռ տվեք, սրանք մերոնք են, մի քիչ ապուշ են, բայց ոչինչ կաշխատենք հետները նորմալ կլինի։ Էդ է միակ բանը, որ մերոնք խաղաղապահ որպես կանգնեն, որ այդ ուկրաինական զորքերը, որոնք Ռոստովը վերցնում են ու սենց գնում են դեպի Սոչի, դեպի Կրասնոդար, մեր խաղաղապահները իրանց դիմավորեն, ասեն մենք ստերուլիտ կանենք, սաղ նորմալ է կռիվ չանենք։ Էդ է, եթե Զախարովան համարում է, որ պատրաստվում է Ռուսաստանի համար, հա պատրաստվում է, որովհետև ձեզ հիմա ճղելու են։ Ինչպես ասում են ռուսական ֆոլկլորում, նա բրիտանսկի ֆլագ կամ տուզիկ գրելքու։ Իսկ ինչ վերաբերվում է բանին, ես պետք է առանձին ասեմ, որ այդ զորավարժությունները շատ հետաքրքիր բախտ ունեցան, դա հիմնականում հայ-ամերիկյան զորավարժություններ էին Կանզաս գվարդիայի հետ։ Եվ այս տարի հաշվի առնելով, որ Տրամպը ամբողջությամբ կրճատել է Եվրոպայի մայրցամաքում զորավարժությունների բյուջեի 80%, եթե չեմ սխալվում, թե ավելին, թե ամբողջությամբ է դուրս հանել տարածք մեր մոտ եվրոպական այդ հրամանատարության մասնակցությունը բաներին, մեր իրական դաշնակիցները, իրական պատմական դաշնակիցները, Ֆրանսիան եւ Հունաստանը, որոնց ապացուցելու բան չկա էլի, որ իրենք մեր բնական դաշնակիցներն են, մասնակցել են այդ թվում բանով շատ կարևոր գործողություն է սա, որտեղ մեզ ամենայն հարգանքով ամերիկյան բանակի բանին, բայց ռազմավարությունը եւ մարտավարությունը все-таки հունական կամ ֆրանսիական բանակի մեզ ավելի մտերիմ է, քան ամերիկյան, որտեղ
օթային գերակայության հարց կա, բան կա, տենց մի փոքր ավելի ռեալապետ կյանքի նայել, հա, նենց չի որ դու կարաս B2 կամ B52 բարձրացնես օդ 100-ներով ու բերես։ Պարզապես չկար փորձ է արվում կարգել Հայաստանին որպես թշնամի։ Դա էր իմ ինչու ես այս հարցը այսպես մոտեցրեցի, որ եթե զինվորականներին պատրաստում են Ռուսաստանի դեմ կռվելու, Դե չէ կռվելու չէ, խաղաղապահներ են, իրանք չեն կռվում։ Դե Զախարովայցը ամեն դե, հա, դե եթե պատրաստում են, իրանք ավելի վատ։ Կարգում են, մյուս կողմից 3 գումարած 3-ով փորձում են համագործակցել Հայաստանի հետ, Ֆիդանի հետ։ Հա, այդ Լավրովը որ ասել էր, այո։ Այո, դա ես չգիտեմ, դրանք հայտնի բաներ են, որ Ռուսաստանում որոշում կայացնողները եւ խոսացողները դրանք տարբեր մարդիկ են։ Ու շատ հաճախ իրանք խոսում են տարբեր բաներ։ Նույն տեսեք, նույն թեման շատ հետաքրքիր տնտեսական վիճակի մասին պատասխանատու բաները, նախարարությունը, կենտրոնական բանկը, բանը մի բան են ասում, Պուտինը ուրիշ։ Ու դառնում է абսուրդ, շիզոֆրենիկի հայտարարություն։ Մի օր ասում են, որ մեր մոտ բանը հաջորդ օրը Պուտինը ուրիշ բան ասում, բռնում են ստիպված են վիճակագրական ծառայությունը Ռուսաստանի դնցախ թվերը ջնջում, փագում, գաղտնիա ծարկում հաշվետվությունները, բան, որ մենակ թե եզին դուր գա։ Ես չգիտեմ ուղղակի, դա հոգեկան հիվանդ է։ Այն օր լսում էի առաջ աստի, չէ, առաջվա վեգետերգայի բանը, խմբագիրներից մեկը, որը քոչել է Շվեյցարիա у нас Շվեյցարիել ասում էր յանի բոմժ բանը ասում է մենք Պուտինի համար հատուկ թողարկում ենք պատրաստում մենք թողարկումը վերջացնում ենք հետո մի հատ նորից նստում ենք ասում է թողարկում ենք պատրաստում առանց ադապտացնում ենք առանց բացասական լուրերի ու դա էին ցույց տալիս Պուտինին քեջ ճապարած տարիներով խոսքը 11 թվականի մասին է 11 թվականից իրա համար հատուկ թողարկումներ են սարքում։ Դուք հասկանում եք ինչ շիզոֆրենիայի մեջ այդ երկիրը ապրում։ Դրա համար մեկ-մեկ որ լսում ես, չի խոսում։ Իսկ Տրամփի համար էլ են տենց անում։ Նետանյահուի համար էլ են տենց անում, Ալիևի համար էլ են տենց անում։ Էրդողանի համար տենց չեն անում։ Հիմա ինձ էլի կասեմ, որ ես բան եմ, բայց ես հաստատ գիտեմ, որտեղ Էրդողանը հիմա շատ ակտիվ փորձում է անդիմության հարցը լուծել, այսինքն ինքը կոնկրետ հասկանում է ինչա կատարվում։ Ակտիվ ասած ոչ կոպիտ, փափուկ։ Ինքը հիմա քեմալիստներին գլխատում է։ Որտեղ 28 թվականին ինքը ունի ընտրություններ, ինքը չի կարող այդ ընտրություններին գնալ արդեն վերջ բրծավ 7 անգամ փոխեց համալությունները փոխեց, ասում են ոսկե ձկնիկի պատմությունը, ասում է 3 ցանկությունը թե վառել է պապի ջան, առողջականն է չի ներում, բայց ինքը հասկանում է, որ ում որ ինքը առաջ քաշի, ով ուզում է լինի, ինքը ասենք քեմալիստներից թույլ է։ Քեմալիստները կոպիտ ասած բանը, որ ուսապարկ դնեն, կեպկա դնեն կամ ասենք մի բաժակ գարեջուր դնեն, այդ մի բաժակ գարեջուրը նախագահական ընտրությունները այնտեղ կհաղթի։ Եվ սա Թուրքիայում բերում է նոր բաների եւ դուք հիմա որ ուշադրություն դարձնեք իրանք ինչքան пассив են այս հարցում ավելի շուտ ինչքան խաղաղ են նայում ես Հայաստանի սահմանի բացմանը ամեն ինչ անում են որտեվ իրանք դարդուցավ ունեն ուրիշ մենք դրանց պետք է օգտվենք Որն է ուրիշ դարդուցավ տնտեսական վիճակ եւ ընտրություններ Ինչից է կախված Ինչու է դա պայմանավորված Տնտեսական վիճակը հնարավոր չի ուղղել, որովհետև արդեն շատ վաղուց Ռուբիկոնը անցած է եւ ամբողջական քաղաքականությունը պետք է սենց փոխվի կենտրոնական բանկի նախագահով տնտեսական բլոկի ղեկավարությամբ, որը հնարավոր չի Էրդողանի այս կառավարության ընթացքում, որովհետև Էրդողանի կառավարումը ամբողջությամբ կոռուպցիայի վրա հիմնված իր ընկերներն են, ովքեր որ բան իր հետ կապնված մարդիկ են, իր տնփեսենա, իր տղանա են, ուս տղանա են, որ իգիլից, դայեշից նավթ էին վերցնում, մշակում էին, տանում, ծախում էին հրեաներից հետ էին բերում, այսինքն այս ամբողջ համակարգը, որը որ կառուցված էր Էրդողանի կողմից, որպես իր հետագա ֆինանսական կայունություն, ուկրաինական պատերազմը դրեց զրոյացրեց։ Ուկրաինական պատերազմը փոխեց ամեն ինչ։ Օրինակ ուկրաինական պատերազմը փոխեց Հայաստանի ապագան կտրուկ։ Այսուհետ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ապագա Հայաստանը չունի։ Ապագա կա, ապագա էլ չկա։ Չկա ուղղակի այդ ապագան, գոյություն չունի այդ ապագան։
ԵԱՏՄ-ի հետ ապագան գործ։ ԵԱՏՄ-ի հետ չունի, ՀԱՊԿ-ի հետ չունի, ընդհանրապես մեր կողմնացույցում հյուսիսը ընդամենը դառնում է կողմնացույցի տեղ, այնտեղ տնտեսական բայց 3 գումարած 3-ը նորից հետ են ուզում են, չգիտեմ, ինքը կար թե չկար, վերակենդանացնում են թե Թույլ կտակ վերադառնանք Իրան-ԱՄՆ բանակցություններին։ Միանշանակ։ Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք սկսվեցին, որովհետև փետրվարի 28-ին, եթե չեմ սխալվում, Այո, փետրվարի 28-ից սկսեց Տրամպը հերթական անգամ Նետանյահուի կուտը կերավ, միջև ականջները թաթախվեց մի բանի մեջ, որի պատճառով իր վրայից հոտ է գալի, ոտերը արդեն նեխել է, որտեղ չի կարողանում դուրս գա այդ ճահիճից, հնարավոր չի ոչինչ անել, այդ ընթացքում ինքը դարձավ ռազմական հանցագործ, սպանեց 160 երեխա ապացուցված մեկ դպրոցում այդպես բանով, ոչնչացրեց բազմաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ, բաներ այդ Իսրայելի հետ միասին, դա Իսրայելը վաղուց էր ռազմական հանցագործ հանդիսանում, Տրամպը հասցրեց իրավիճակը նրան, որ ամենասկզբից առաջի օրվանից պատերազմի կողմ 38% էր Ամերիկայի բնակչության, հիմա հայտնի չի ընդհանրապես կողմ մարդ կա թե չէ, այսինքն բրծավ, վերջացավ, ոչնչացրեց վարկանիշը, ոչնչացրեց Ամերիկայի ռեպուտացիան, ոչնչացրեց ամբողջությամբ միջազգային տնտեսական համակարգը եւ ամենակարևորը ամբողջությամբ փոխեց Պարսից ծոց եւ համաշխարհային շուկա հարաբերությունները։ Հորմուզը անցավ Իրանի ամբողջությամբ տիրապետության տակ։ Հիմա Հորմուզով անցնում են մենակ նրանք, ում Իրանը թույլ է տալիս։ Եվ բացի ամեն ինչից, այս ամեն ինչը նաեւ վերացվեց նրան, որ ինքը մեկ շաբաթ առաջ ասեց, որ Օբամայի կնքած են բանը այդքան էլ վատը չէր այդ դիլը։ Ուղղակի այդ Օբամայի կնքած դիլով Հորմուզը միջազգային բան էր համարվում, ջուր էր համարվում, միջազգային տիրապետության տակ էր։ Հիմա այդ անցավ բան, հիմա ինքը վերադառնում է բանին Օբամային, բայց բալիստիկ հրթիռների հարցը չի քննարկվել, Պարսկաստանը ասել է այդ թուղթը տար թո Բիբին ուտի։ Լիբանանից պետք է դուրս գա, թե չէ համաձայն չենք։ Այն էլ տար թո Բիբին ուտի։ Բիբին էլ ասեց, ես Լիբանանից դուրս չեմ գա։ Հա, այնի ասեց, դե հիմա բարև ձեզ։ Ինչ կնքել եք, ստորագրել եք, հա, ինչ չի վերաբերում։ Դե հիմա այդ վերացվել է։ Դա հիմնական պայմաններից մեկն է։ 20 րոպե առաջ ասեցի, որ եղբայր, հիմա Տրամպը պետքա պատասխան տա։ Դու ով ես։ Լավ, դու ով ես այստեղ։ Դու եկե մտել ես պատերազմի մեջ, ասելով, որ իրան ես պահում։ Հիմա ինքը, ում դու պահել ես, ասում է, որ դու չմու ես, քո ստեղծածը ոչ մեկին չի հետաքրքրում։ Այդ դրա համար է Տրամպը կատաղ է զանգում, ասում են Նետանյահուին ինձնից վերան քֆուր է տալ։ Ես պատրաստ եմ Ամերիկայի դեսպանատան միջոցով ուղարկեմ ճիշտ ձևակերպումները, ինչ պետք է ասել Նետանյահուին, պատրաստ եմ համագործակցել այդ հարցը։ Հիմա տեսեք, այս ամբողջ պատմությունը ինչի մասին է։ Եթե բացվեց, հա, դե ինչն է ամենակարևորը, ասում ենք, կարևորը չեմ ասում է, 24 միլիարդ ծառեցրած գումար կա, որից 12 միլիարդ հիմա պետք է բացվի անմիջապես։ 300 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որը չի սահմանափակվելու ոչ մի բանով, Իրանում պետք է իրականացվի։ Իրանը ապաշրջափակվում է, նավահանգիստները, այսինքն Չաբահարը եւ Բանդեր Աբասը, այդ թվում պատժամիջոցների մի մասը պետք է դուրս գա, այստեղ բարև ձեզ, Հայաստանը էլի հաղթում է, որովհետեւ մեր մոտ վերջապես կգործի այդ սկզբունքը, որ մենք Պարսից ծոց, Մեղրի ու ունդեղ ոնց պատահի արդեն։ Սև ծով բան կարանք այդ հարցը լուծենք։ Հիմա այսինքն այս ճանապարհը մեզ ձեռնտու բան է։ Ամենակարևորը գիտեք որն է։ Տրիպը էլ ոչ մեկին պետք չի։ Եթե սա աշխատես, տրիպը էլ ոչ մեկին պետք չի։ Ես միջանցքություն վեցացում։ Չէ, մի հատ հարց տամ, գուցե ճիշտ չեմ ձևակերպում, դուք ինձ կուղեք 3 գումարած 3-ով Ռուսաստանը արդյոք իհարկե 3 գումարած 3-ը այս պահին չունի այդ բովանդակային ծանրակշիռ բովանդակությունը կամ մոտել չի տրիպին, բայց իրենց ձեռքն է, իրեն կարան մոտեցնեն։ Դա հələ մեխանիզմ են կոչվում, ֆորմատ են կոչվում, 3+3-ը հələ 3 էլ չի, 3+2-ը եւ այլն օդի մեջ է, բայց այս Ֆիդանի այցից հետո իրենք Թուրքիայի հետ միասին
Թուրքիան Trip-ի հետ կապված խնդիր չունի, նա շագրգռված է որ Trip-ը լինի, բայց հարց արդյոք 3 գումարած 3-ը կարող է ինչ որ մի ժամանակահատվածում Ռուսաստանի կողմից հերահար նպատակով զուգահեռ պրոյեկտ դիտվի Trip-ին, մրցակից պրոյեկտ դիտվի կամ կառուցվի որպես պրոյեկտ մրցակցի Trip-ի հետ, խափանի Trip, խափանի չեմ ասում, մրցակցի Trip-ի հետ։ 3 գումարած 3-ը կարող է դառնալ։ Ձևակերպման խնդիր կա, ես Trip-ի կողմնակիցը չեմ։ Ես չեմ ասում, մենք վերցնում ենք զուտ վերլուծական։ Վերաբերվում է 3+3-ի, 3+3-ի ֆորմատը ոչ մի բանի մասին է։ Այս պահին։ Ընդհանրապես։ Բայց ինչու են ասում, դա է տարածաշրջանային համագործակցության մեխը այդտեղ։ Չէ, գլուխ քարով է տալի, կապ չունի ով ասում, Լավրովի դան։ Հա դե Լավրովն է։ Լավ, թուրքական վերլուծական եւ ասենց ասեմ տնտեսագիտական ոլորտներում 3+3 ֆորմատ գոյություն չունի։ Դա քաղաքական ձևակերպում է, որը միակ շահառուն Ռուսաստանն է։ Իրանք գնում են մի բան պետք է ասեն։ Թեթև տարեք, թուրքական դիվանագիտությունը կառուցված է ձեռքը, որը չես կծում, լզի։ Այդ բանի վրա։ Հիմա Իրան Ռուսաստանից բան է պետք, որովհետև ինքը տնտեսական ճգնաժամի մեջ է, մասնավորապես ինքը խնդիր ունի կապված գազի մատակարարման հետ, որովհետև այդ տնտեսական ճգնաժամը ունի շատ կոնկրետ հետևանքներ բոլոր ոլորտներում, ինքը խնդիրներ պետք է լուծի, ինքը օրինակ հիմա ժամանակն է գալիս, ցորենի հարց պետք է լուծի, որովհետև իր ամբողջ սոցիալական պատասխանատվության այդ ծրագիրը հիմնված է նրա վրա, որ գերաղքատ եւ աղքատ խավերը օժանդակություն են ստանում, ինքը հիմա խնդիր ունի լուծելու ցորենի, ինքը խնդիր ունի լուծելու նավթի, լավ, սենց ասեմ, ինքը խնդիր, այդ կրիտիկական չի, բայց բացի ցորենից, դա մետաղների, բաների, ինքը ուզում է այդ հարցերը լուծի, իր տնտեսության համար։ Ռուսաստանի միջոցով։ Հա, որովհետև Ռուսաստանում ամեն ինչ էժան է։ Մի քիչ անորակ է, բայց էժան է, բայց հիմա ինքը այն վիճակում չի, որ կարող որակի հետևից ընկնի, ինքը խնդիր ունի, 80 միլիոն մարդ է։ 80-ից ավել, 85 միլիոն մարդ է, որոնցից 9-ից 10 միլիոնը փախստականներ են, դրանք ընդհանրապես սոված զկրտում են։ 0 հնայի համար 0 բան են ստեղծում ու սոված են։ Իրանց մի բան պետք է կերակրես, 10 միլիոն մարդու գոնե հաց պետք է տաս ամեն օր։ Մենք էժան մի բան պետք է գտնի անի։ Այդ նենց չի, որ Ուկրաինայի հետ էլ ինք ունի, չէ՞ պայմանագիր, որ ինքը ուկրաինական ծորենը վերցնում է, իր բանի տակ վաճառում։ Ուզում եք ասեք Ռուսաստանը 3 գումարած 3-ը առաջ է տանում, բայց Ֆիդան Թուրքիան ասում է հա, բայց չէ, խոսքը դրա մասին չի։ Նենց չի, որ ասում է հա։ Ինքը ասում է դե լավ։ Բայց այդտեղ Իրան էլ կա, էլի։ Ռուսաստանը տարածաշրջանում ուրիշ բան չունի։ Ախր չունի, ինքը մոդել չունի, ինքը ծրագիր չունի, ինքը գոյություն չունի, ինքը դա բերում է, բայց հիմա Իրանը, որը Ամերիկային հետ ոնց որ թե սենց ասեց, լավ, ասենք բարիշեց, չի բարիշ է, բայց դե նստեց հավասարի պես կռիվ տվեց, ու հիմա հավասարի պես դուրս է գալիս կոնֆլիկտից հաղթած, որտեղ Օբամայի ժամանակ իրան ընդամենը 1.9 միլիարդ էին տվել, հիմա 12, 300 միլիարդ ներդրում պետք է լինի, Հորմուզը Իրանն է, ինքը հաղթած է դուրս գալիս այս պատերազմից, դա նշանակում է, որ այդ իրանց սիրած կլասիֆիկացիայով, որ աշխարհի երկրորդ բանակը մտավ Ուկրաինա, դարավ Ուկրաինայում երկրորդ բանակը, իսկ աշխարհի առաջի բանակը եկավ մտավ Պարսկաստան, դարավ Պարսկաստանում երկրորդ բանակը։ Այսինքն Պարսկաստանի բանակը ապացուցեց եւ զինված ուժերը եւ մոդելը կառավարման եւ քաղաքական ռազմաքաղաքական կառավարման մոդելը ապացուցեց, որ ինքը կաշառակեր ավտորիտար ժողովրդավարությունից դեպի ավտորիտար անցնող Տրամպի ռեժիմին կարա հանգիստ ծալի փաթաթի ուղարկի բանով Բրաբիոնով Ալֆա Ցենտավրը, որովհետև Տրամպը հույս ուներ, որ իր երկու տղեն իր տնփեսեն ու բանը, ինչ էր դրա անունը, վիճոկն ու զյաճոկները, տենց միլիարդներ ստեղից ընդեղից փոկելով ինքը իր կլանի հարստությունն էր ստեղծում։
Հիմա Ամերիկան հասկացել է, չէ՞, Տրամփ Կենեդի կենտրոնի վրից Տրամփը ոնց ջարդին, չհասրեց, դատարանը չհասրեց որոշում կայացնել, են ճակուճով։ Այդտենց էլ Տրամփի հիշատակն են մաքնելու, նաև տրիպը։ Հիշեք, Սենատի առանձին դելեգացիա գալու ինչքան տրիպի անուն կա, ասենց ջրի Հայաստանում գցի փոս։ Այսօր թեման ոնց որ թե ուրվագծեցինք, բայց հետո մեկ անգամ եւս կփորձենք Չկա 3+3, ասածս ինչա։ Պարսկաստանը չի համաձայնվելու։ Չի համաձայնվելու։ Ինքը արդեն կրած, ինքը Ամերիկային կրած երկիր է։ Ինքը կարիք չունի միավորվելու ռազմական Այստեղ պարզապես ֆիքսենք, որ այո, Ֆիդանը արտգործնախարարը Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարը միասին 3+3-ի մասին էին խոսում, Իրանը այս ընթացքում ոչ մի Ֆիդանը չի խոսացել 3+3։ Չէ, խոսացել է իրականում, ասել է եկեք արդեն մենք չմրցակցենք իրար հետ տարածաշրջանում, համագործակցենք Ռուսաստանը։ Մի խոսքով, այսպիսի տեքստ եղել է։ Գովազդ հայտարարենք եթերում, այնուհետև տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում, հետընտրական զարգացումները Հայաստանում։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Եվ այսպես պարոն Սարգսյան, Կարապետյանը, Սամվել Կարապետյանը փորձում է համախմբել ընդդիմադիր ուժերին Փաշինյանի դեմ, այսպես է ստացվում, այսպես է հայտարարվում, համենայն դեպս իդ ընտրությունների արդյունքների հետ շատ ուժեր, քաղաքական ուժեր համաձայն չեն, այն ինչ որ կատարվում է ԲՀԿ-ի հետ համարվում է օրենքի խախտում, որ ԿՀ-ն օրենք է խախտել, ինչպես է գնահատում հետընտրական զարգացումները Հայաստանում։ Կհաջողվի արդյոք ընդդիմադիրներին
Կարապետյանի շուրջ համախմբվել, հնարավոր կլինի արդյոք մեծ ալիք բարձրացնել Հայաստանի փողոցում։ Մեծ ալիք չէ, տեսեք տարբերությունը նրանում է, որ մենք ունենք մի իրավիճակ, որը մեծ հաշվով կարող է գնահատվել բացասական ընտրությունների արդյունքների վրա մեծ հաշվով ազդող, որովհետև մենք կուսակցության խնդիր ունենք, որը այսպես թե այնպես անկախ նրանից ոնց եմ ես դրան վերաբերվում, շատ մոտիկ է եղել անցնելուն եւ երկու տեղամասի արդյունքների չեղարկումը ինձ համար մղձավանջ է, ինչ կա? 3 ինձ համար դա մղձավանջ է, ինչ անշուշտ մարդիկ գնացել են քվեարկել, դու չեղարկում ես այդ ձեները, հələ մեկը փորձի իմ տեղամասի իմ ձեն չեղարկի 2000-ից ավել մարդու օթերով կհանե այսինքն ստեղ հարցը նրանում է որ վտանգը որի մասին շատ թեթև մենք ակնարկել էինք դեռևս Արմենը հələ կար Արմենն էր դրան ես չեմ ճանաչում այս ԿՊ-ի ֆունկցիոներներին Արմենն էր ասում էր սա ԿՊ-ի Հովհաննեսյան Արմենն մասն է խոսքել սա ԿՊ-ի բանա ճուտա այս ԿՊ-ի նախագահ այսինքն ինքը լոյալ է լավ սենց ասեմ առնվազն լոյալ է չէ բայց կա օրենքը ունի իր կետերը բացի տառը բայց ոգին կա ժողովրդավարությունը չէ դու 2000 մարդու ձեն են չես տանում ինչ է նշանակում չեղարկում ես արի քո տունը չեղարկենք արի ընտանիքների անդամների ձեները չեղարկենք արի քեզ չեղարկենք այսինքն որտեղ է այդ սահմանը որտեղ է սահմանը որ դու խախտումներ են եղել չեղարկվել է վերաքվեարկություն է պահանջում ընդդիմությունը ոչ ինչա նշանակում պահանջում պետք է լինի հիմա արդեն ամբողջ ընտրությունների արդյունքների պետք է լինի չէ ամբողջ ընտրություն այդ եմ ասում տեսեք ստեղ խնդրեմը որը ժողովրդավարական է էլի դրոշա դարձել ուժերի համար որոնք կոռումպացված հակաժողովրդավարական հակապետական ուժեր են հակապետական, այսինքն Հայաստանի սուբյեկտության դեմ պայքարող պրոռուսական ուժերի վերցրել են այս թեման ու տանում են եւ սա էլ է բաց թողումը Նիկոլի որովհետեւ ստեղ իրավիճակը այնպեսին է որ դու չպետք է թողեիր որ հարցը ստեղ հասներ դու չպետք է թողեիր որ ժողովրդավարական գործընթացի պատրվակով պրոռուսական Հայաստանի սուբյեկտությունը ոչնչացման ցանկություն արտահայտած ուժերը սկսեն խոսել։ Իրանք պետք է խոսեն բան, եկեք Պուտինի ձախ կոշիկը լիզենք են։ Հիմար Խաչատուր Աբովյանի արձանը որ կա։ Աջ սապոգը օրհնյալ լինի, ձախ սապոգը օրհնյալ լինի։ Իրանք մոտ տենց խոսույթ պետք է լինի, որովհետև իրանք տեղը է դա, իրանք ուրիշ խոսույթ պետք չունենան։ Իսկ Նիկոլն ինձ արեց որ իրանք ձեռքում կա ուրիշ խոսույթ։ Ու դա բաց թողում է։ Ու ես չգիտեմ դրա այդ Նիկոլը ինչ անել։ Ես ակնհայտորեն համարում եմ, որ 3 տեղամաս մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի 3 տեղամասում 3 հոգի քվեարկող լինի այդ ՔՊ-ի դուրս պրծուկը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ոնց է տեղ հայտնել փրփուրներից կախվել իրավունք չունի չեղարկել որտեվ ինքը ոչ մեկ է ոչ մի պաշտոնյա չկա այնքան որ քաղաքացու ձայն չեղարկի սա երևի բանի պես է գիտեք օրինակ բանում Իսլանդիայում Ռեյկյավիկում մեծ քարամ է դրած գրանիտ է որի վրա գրած է որ եթե հանգարց կառավարությունը դուրս չի գալու ոչ միայն իրավունք ունես այլ պարտավոր ես զենքով պայքարես քո բանի համար ինչ եք ուզում տես մի հատ քար դնենք հրապարակի մեջտեղը այսինքն ամբողջ գործընթացը, որը դրական էր, ամբողջ իմիջը, որը դրական էր, Նիկոլոս ինձ լավ այն, ինձ դա դուր է գալի, որ Նիկոլոսը զրոյացրեց, ինքը իրան զրոյացրեց։ Փաշինյանը ես այս հարցը էլի հյուրերից մեկին ուղղել եմ, ցես եմ տալիս։ Փաշինյանը շատ էր խոսում այն մասին, որ նա լեգիտիմ ընտրված է մինչ այժմ լեգիտիմության այս ընտրությունների Փաշինյանի լեգիտիմության վրա ինչ որ խնդիր առաջացել է լեգիտիմության Չէ, ինքը էլի ընտրված։ Այ ամենահետաքրքիրը այն է, որ մի քիչ որ քաղաքերն են գեղցի են։ Չեն կարողանում այդ սահմանը դնել։ Նույնիսկ եթե Բարգավաճ Հայաստանը անցնի, իրանք ոչ ոք չեն կորցնի։
Կորցնել չկորցնելը հարց է, բայց անցնի չանցնին ինչ որ մեկի քմաճույքով դե Չէ, ես հասկանում եմ, որ օրինակ Իրավունք ժամանակին պետք է կամ անցնի, կամ չանցնի։ հա, ժամանակին բանը պայքարը բանը կարար լիներ, որ չգիտեմ Լևոնի ժամանակ պայքարում էին Յանի Վազգեն Մանուկյանի դեմ բանի, շուտ սենց բաներ կային։ Կարաս հասկանաս, որ ասենք, չգիտեմ, սենց մազի վրա, բայց եղածը ինչա, եղածը 3-5-րդի կորուստն է։ Այսինքն ընդամենը քաղաքական երկխոսության հրավերը։ Եթե դու գալիս ես 3-5-րդ չունես, բայց պետքա նշանակես պաշտոնների մարդկանց պետքա նշանակես, ում պետք է նշանակես 3-5-րդով, դա նշանակում դու պետք է ունենաս քաղաքական երկխոսություն, դու պետք է գնաս այդ պայմանով, նրա պայմանով։ Պարտադրիչի կոալիցիա կազմես, ուղղակի այդ պահին կվեհարկես, որ իրանք բանան։ Հա եղբայր դու այդ ստորագրվում ես, որ դու քաղաքական երկխոսության հնարավորություն չունես, ուժ չունես, ռեսուրս չունես, խելք չունես, հոգի չունես, ինչ չունես, որ տենց, ինչն է բանը, այդ ինչ դիշով կա խոդը, օքեյ կամ դիր վերահաշվարկով, որտեղ ես խիստ կասկածում եմ ընդեղ ինչ-որ բաներ ես աստի չէ, այդ վերահաշվարկի պատճառով, որ Բարգավաճին կարողա ձեռք տա, կարող Սամվել Կարապետյանից ձեներ դուրս գան, կամ ասենք Ռոբերտ Քոչարյանից, միգուցե, չգիտեմ, ենթադրում եմ, կարա լինի տենց, որովհետև ասենք այդքան հաղորդագրություն հրապարակեցին բանդը, սա սուտ չի, ինչունես կարա լինի, բայց դե ինչ-որ մի բան կա, չէ։ Էդ է խնդիրը, որ ոչ մի բանին չես կամ Ոչ մի բան, տեսիք, ամբողջ որն է ճիշտ, որը ոչ։ հապճեպ, գլխառատ, հայերեն իմաստով գլխից ռադ են անում, այն որ գլխառադ են անում, էլի իրա գլխից հանում, ինքը չմտածի դրա մասին, գցում ամեն մեկը մյուսի վրա գցելով, ոնց որ կառավարել են այս 8 տարին, տենց էլ էս ընտրություններն են արել, մեկը մյուսի վրա գցելով ոչ մեկ որոշում չի ուզեցել կայացնի, նոր կառավարության հիմնական բանը էդ է, իրանք միակ իրանց կրեդոն են, որ իրանք ոչ մի դեպքում որոշում չկայացնեն, հիմնականում նրա պատճառով որ իրենք պրոֆեսիոնալ չեն հասկանում ինչ է եւ ստիպված են լինելու հետո, բայց իրանց վախը որ քանի անգամ ինձ ա եղել ես ասենք որոշ նախարարությունների հետ որ գործ են պաշտպանության բանի, իրանք բաց sense մի քիչ որ խոսում ես ասում են ես որոշում կայացնեմ հետո գան ինձ նստացնեն, ասում բայց օրենքով ես անում, ասում իրենց չի հետաքրքրում։ Նախաձեռնողականությունը պատժելի է։ Այո, այդ սավոկն է իրանց մեջ խոսում։ Որովհետև տենց են իրանք դաստիարակվել, այդ մեր պետական կառավարման ակադեմիան է, որը տենց կադրեր է պատրաստել, պետական կառավարման։ Մենք օրենքի ոտնահարման, յետընտրական Ես չգիտեմ, ախր ես մասնագետ չեմ, ես չգիտեմ, այնտեղ օրենքի ոտնահարում բառից բուն իմաստով։ Եղել է թե ոչ։ Չէ, եղել է ինչ իմաստով, ասած, ինձ համար ըստ տրամաբանության եւ ըստ կոնվենցիաների, որոնք ես գիտեմ։ Այո, կոնվենցիաները խախտվել են, ես այտենց եմ գնահատում։ Կարող է գնանք իրավաբանի մոտ, իրավաբանը ասի չէ, որովհետև պաշտոնապես ոչ մեկ չի ասել, որ չի լինելու այդ տեղամասերում քվեարկություն։ Կարող է պարզել, որ օրենքով կարան վերաքվեարկությունը անեն 3 տարի հետո։ 3 տարի հետո։ Նու, այդ ընթացքում հա։ Հիմա չեմ թողնում։ Հա, հիմա չեն թողում, հա։ Որովհետև արդեն գիտեն արդյունքները, գիտեմ ինչ որ պատասխան։ Այո, կարան 3 տարի հետո անեն, սահմանադրական դատարան կարող է պետք է մտնի, սահմանադրական դատարանը կարող է պետք է ասի երբ, ոնց, մինչև դատարանը դիտարկի, այսինքն ռուսերեն տես բարգ կրючкотворство, այսինքն այն որ sense բռնեն sense բեզ անենքան պարզի որ 5 տարի հետո կնշանակեն նախորդ ընտրություններից 6 ամիս շուտ մի հատ վերաքվեարկություն այդ 3 տեղամասինը կլինի, օրենքով կարող է դա հնարավոր է, օրենքի տառին համապատասխանում է, ոգուն չի համապատասխանում։ Լեգիտիմ չի, դրանից չի փոխում, դա վերադառնամ այնտեղ, հա, որտեվ ասենք ինքը մեկը իր 52% ունի։ 52 Ну, в смысле, 49-8 էր, 7 Չէ, ախր տենց չի, պարլամենտի, քվեարկողների։ Ինքը կարա վարչապետ նշանակի, նույնիսկ եթե 3-5-րդ չունի։ Վարչապետը դա նշանակում է պարզ մեծամասնությամբ։ Այնք իր կառավարության կնշանակի, իր համար խնդիր չի, որ ասում են քաղաքինի են մի քիչ բան են։ Դիր չեն ընտուն, չես քվեարկի, կբերես տեխնացությունը չեն քվեարկի, Ժեպը դիր ընկեր։ Քո բարձր տեխնոլոգիաների նախարարությունում տիեզերական հետազոտությունների վարչությունը 4 տարի ժեպեով էր կառավարվում։
Ինչ չէր աշխատում, Յանի աշխատում էր, չէր աշխատում։ Ձեզ համար պարզ է ընդդիմության գործելավոճը, մանդատների թեման եմ ասում, փողոցային, չգիտեմ, համախմբման թեման եմ բարձրացնում։ Չէ, պարզ չի։ Ինձ համար մեր այսպես կոչված ընդդիմությունը միշտ ասում ենք այսպես կոչված, որովհետև իրանք մեր ընդդիմությունը չեն։ Իրանք Ռուսաստանի պրոքսիներ են։ Իրանք օրակարգ չունեն, իրանք օրակարգը թելադրվում է, իրանք օրակարգը օրվա դոլարի կուրսով է, կոպիտ ասած։ Սվետաֆորը Սենց այդ, հետո սենց այդ Ռուսաստանը ինչ հրանքտան էլ կանեն, որտեղ իրանք չունեն օրակարգ, իրանք չունեն Հայաստանում մարդիկ ատում են Նիկոլին, մի մաս, ովքեր իրանք ձեն ատում են, ապրեք, ուրիշ։ Եվ դրանից էլ Փաշինյանը օգտվում է, որ նրանք Այո, որտեղ իրանք ատում են Նիկոլին, իրանք էմոցիոնալ են, իրանք առաջ քաշած բաները, լիդերները, մեկը բաննա Ռոբերտ Քոչարյանն է, որը ավելի բան չի 100 տարի պարլամենտում նստած է ու մենք արդեն գիտենք, որ ինքը ոնց ասեմ, ինքը փողոցի առաջնորդ չի։ Ինքը տենց ինչ-որ լիդեր է, իր կուսակցությունը ինքը փողոցի առաջնորդ չի, իսկ իր այդ ուժը չունի փողոցի առաջնորդ։ Տեսել ենք անցած ընտրությունների էլ։ Դուրս եկան 6 ամիս մնացին փողոցում, բրծավ 6 պալատկով։ Մյուսը Սամվել Կարապետյանն է, որի միակ առաջնորդ իր Զարմիկն է։ Կարեն Կարապետյանի իր եղբոր որդին, որ այն ժամանակին, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի թե Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, այսինքն այնտեղ էլի հին բաների հետ կապված է, հին էլիտաների հետ կապված մարդ է, ու դու նայում ես փորձում ես հասկանաս ինչա կատարում, ոչ մի բան, Սերժի վաղ լիդեր է, ով Նարեկն, չէ, հենց էտա որ լիդեր չի, իսկ իր հերը լիդեր չէր Դուսգյունի։ ԲՀԿ-ի մեջ։ ԲՀԿ-ի մեջ ով կա լիդեր, Ծառուկյանը։ Ծառուկյանը ի վերջո բան է, ինքը տենց օլիմպիական կոմիտեի նախագահ, հա։ Այսինքն եթե լիդեր չկա, դուք համարում եք Կարապետյանի այս համախմբման կոչը կամ ինչի շուրջ Փաշինյանին հանելու է։ Այդ Փաշինյանի որովհետև այլ օրակարգ չէ, ընտրությունների ժամանակ թույլ տված օրինակ խախտումների հիման վրա ընտրությունները չեղյալ հայտարարելու գուցե այդպես օրակարգ, չգիտեմ, հայտարարվել է թե ոչ։ Ասեք։ Թիֆլիսի մասին լավ անեկդոտ կա։ Սովետական ժամանակվա պատկերացրեք, Մոսկվայից մի հատ կին է գալի, տենց ինքը սիրում Սարաֆանչիկով, բան մեկը գալիս ասում է Красавица, ասմարի գնանք ֆունիկուլորը ցույց կտամ Թբիլիսիա մորե պակաժու, գորը ռուստավելի պակաժու, բան սենց էս կնասում։ Нет, не хочу, ասում, со мной уже по этому маршруту 3 раза переспали։ Հիմա այն մարդիկ, ովքեր փորձում են մարդկանց համախմբել, որ եկեք համախմբվենք Քայլարա Մերժի Սերժի Մերժի Նիկոլին, նման են մարդու ում հա 50 տարվա մարմնավաճառուն պատրաստվում են կույսի տեղ հարստան։ Անցել ենք մենք այդ ճանապարհը արդեն 7 անգամ անցել ենք, որտեղ որ դուք սովորել եք, ասում եմ, մեզ մեր մոտից դուրս մնացածներն են դասավանդել։ Դուք ձեր Մոսկվաներով, այդ բաներով չէ, էլի տեղիք դուք չեք կարող ոչ մի տեղ ոչ մի բան անել։ Դուք չունեք մասնագետ այդ հարցը բարձրացնելու, դուք չունեք առաջարկելու այս հասարակությանը ոչինչ, որովհետև հասարակությունը արդեն տանջված է, արդեն պատերազմ տեսած է, ու եթե Մերժի Նիկոլին հաջորդ հարցին ասել են, բա ում, քեզ արա, Կիպրոսիդ անձնագրով, թե Ռուսաստանիդ, որ մեկիդ, ու ինչ, ու հետո ինչ ես անելու, բերելու ես նրանց ու մերժեցինք դրա բանում, ախր շատ տրիվիալ խաղ է, շատ պարզ է դա, հնարավոր չի Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը միասին հավաքեն համախմբվեն, նախ չհնարավոր չի իրանք համախմբվեն, որովհետեւ էլի պետք է հիշեմ Արմենին երջանկայի շատակ, դա կոչվում է տերարիում единомышленников։ Իրանք տես թունավոր բան, օծ, բան, կարիճ, մարիճ, սենց տերարիումը փագած, իրանք իրար են ուտելու, իրանք ունակ չեն ոչ մեկին ոչ բան առաջարկեն։ Ու տերարիումը մենք կարանք սենց նստենք նայենք։ Մեկ ասենք, երշիկ գցենք, որ իրանք ուտեն, բայց էդ է իրանց բանը։ Ամենախնդալուն, որ Նիկոլն էլ է այդ տերարիումի բնակիչ։ Չի որ կպեն այդ տերարիումից դուրս է։ Իրանք բոլորը այդ նույն տեղն են, նույն բանի համար են պայքարում։ Կյանք գնում է, իրանք մնացել են ընդեր։
Դա եմ ասում, ես ներքին քաղաքականության մեջ որ մարդիկ տենց շատ էմոցիոնալ, շատ տենց ծանր, հասկանում եմ շատ էմոցիոնալ կորուստա, ծանր են տանում էս Նիկոլի բաները, բայց դա իմաստ չունի։ Իմաստ չունի, այդ իմ սիրած բանն ասում որ ներվայնանում ես օգնում է։ Որ թեթև նայեք ամեն, թեթև ասած բարձր տեղից նայեք ամեն ինչ, ինքը տեսնակ, որ այդ ամեն ինչը շատ փոքր մի հատ տերարիում է։ Դե նայում են ժողովուրդն։ Դե հա ինչ, հիմա Ժողովուրդն էլ նայում է, բայց այն որ բարձր էր մասնակցությունը, ակտիվությունը ընտրություններին, դա բավականին դրական երևույթ էր։ Ժողովուրդը փորձեց մասնակցի երկրի քաղաքական կյանքին։ դա ված չի, Դա լավ։ բայց լավ։ բան չի։ Բայց առաջին Ինչ որ ոչ բանի ցուցանիշ չի։ դա քայլ էր։ Մենք չունենք Պատասխանատվություն կա, կարող ենք գնահատել, որ Այդ կար ցուցանիշը կա մենք չունեինք, պատասխանատվություն երկրի համար։ Հա, օքեյ, Այո։ մենք չունենք տենց պատասխան։ Չունեինք, հիմա ունենք, փառք Աստծո, լավ, ասենք մարդիկ պատասխանատու։ Հիմա պետք է որ բացի պատասխանատուից լինի նաև մտածել։ Դու ասենք որ գնում ես ասում ես ես պետք է քվեարկեմ։ Իսկ նախորդ 5 տարվա մեջ կարող մտածես ինչ ես ուզում քվեարկես։ Թե վերջի օրով էլի են գնելու ես նրանց հարցնես ում եմ քվեարկել։ Գիտեք ինչ, այդ ումեմը շատ մենք շատ խոսեցինք դրա մասին, մենք ում էինք ձայն տալիս, թե ծրագրին, թե ինչ որ Մեր մոտ հələ ումա։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Եվրատլանտյան ինտեգրացիոն Չվախեք։ պլատֆորմի Լավ ալին։ նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ էինք զրուցում, զրուցում եմ ես Գարնե Արաքելյանս։ Բարի ձեզ։